Նախ ես ուզում եմ ասեմ, որ պարոն Մակրոնի պաշտոնավարմանը մնացել է շատ քիչ եւ մի քանի որոշ ժամանակ անց, այսինքն այս տարվա մեջի կկանի հաջողություն։ Երկրորդը, պարոն Մակրոնը ես չգիտեմ ինչից ելնելով է աջակցում Նիկոլ Փաշինյանին, աջակցում է, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանը հպատակ անձնավորություն է, ինչ որ հարևան երկրները պահանջում են Թուրքիան եւ Ադրբեջանը, ինքը անում է եւ հակահայկական գործունեություն է ծավալում։ Ես չգիտեմ, դες մի ղեկավար, որ այդքան չսիրի իր երկիրը եւ իր բանակը, իր քաղաքացիներին։ Երրորդ, պարոն Մակրոնը եւ այն մարդիկ, ովքեր աջակցում են Նիկոլին, ակնհայտ կերպով միջամտում են երրորդ պետության ներքին գործերին։ Եթե պարոն Փաշինյանին ինքը այդքան հավանում է, թող վերցնի տանի Ֆրանսիա եւ առաջարկի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի վրա եւ այնտեղ միջամտի, ասի ես խորհուրդում եմ, որպեսզի Փաշինյանը դառնա Ֆրանսիայի նախագահ։ Հաստատ Ֆրանսիայի մի մասը կանցնի Շվեյցարիան, մի մասը կանցնի Մեծ Բրիտանիան, իմաստը չգիտեմ էտում բանը կտա եւ գիտեք ինչ ոչ մի նորմալ մարդ, ոչ մի նորմալ երկրի նախագահ նախ չի կանգնի դες բան ասի, միջամտելով երրորդ երկրի ներքին գործերին, ընտրությունների շեմին։ Երկրորդեցին չի կանգնի գովաբանի մի մարդուն, ով պարտված իշխանություն է պաստորեն, չէ՞ որ այս իշխանությունը հանձնեց Արցախը առանց պատերազմի։ Այս իշխանությունը բերեցին Կազարզո, այս իշխանությունը բարձրացեց արտաքին պատկը, այս իշխանությունը բարձրացեց կոռուպցիան այս երկրում, եւ ինչ որ մեկը գա սրան գովա եւ այլ, գիտեք ինչ որ ասում է նմանակը նմանակին է տենում։ Ես մաքսիմալ կիրթ եւ զուստ եմ ուզում արտահայտեմ եւ եթե պարոն Մակրոնը այդ հավանում է Փաշինյանին, այդ դեպքում ինչի չի հավանում Էրդողանին։ Ինչի Ֆրանսիան դեմ է, որ Թուրքիան մտնի Եվրոմիություն։ Բայց ո՞վ վերցնեն։ Ինչի են մեզի բրդում Թուրքիայի բերան։ Այս մարդը մեզի տանում է Թուրքիայի բերան, ուզում ասի թուրքական վիլայդ, ռուսավատնա ասելով, վեկնում է մեզի որ ասում է ինատանեմ էլերին, հետուքստան գելերին։ Այմ այսեք նույն բանն է, ինատանեմ ես իմում ու մեզի տանում է Թուրքի բերան, նախնջան վերցրեք տարեք, լավն է, տարեք ձեր մոտ կնքեք Ֆրանսիայի նախագահ, մեզից հեռու։ Միանշանակ բացական եմ մոտենում այս ամենի եւ ուզում եմ խորը հիասթափացնեմ պարոն Մակրոնին Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի վերընտրվելու։ Այսքան, շնորհակալություն։